Հեռավորությունը խաղաղությունից 19 հայի ճակատագիր Բաքուն բանտարկել է հայերին, բանտարկել է խաղաղությունը։ Իրավապաշտպանների գնահատականը։ Ալիևի բռնապետության մաստեր կլասը միջազգային վարկանիշավորման լուսանցքներում։ Լավ կառավարման տեսանկյունից Հայաստանը զիջում է Ադրբեջանին։ Ռուսաստանը հորդորում է կողմնորոշվել չհրաժարվել մեծ շուկաներից։ Հայաստանը շարունակում է փնտրել, որտեղ վաճառել սեզոնի մթերքը։ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է դատախազության միջնորդությունը։ Զվարթնոցի կլոր շենքի հին ճարտարապետությունն ու նոր նորմերը չեն համապատասխանում, մասնագետները հորդորում են չկպնել մոդեռնիստական ոճի բացառիկ նմուշին։ Հանցագործությունը գրպանում, օրենքը սահմանափակում է սառը զենքի կրման տարիքը, կոնկրետացնում, թե որն է համարվում սառը զենք։ Ապահովագրված անձը ստիպված է բուժհաստատությունում հավելյալ վճարում անել։ Ձեռնարկի ներդրումից կես տարի անց բազմաթիվ հարցեր կան։ Ջուրը կեղտոտ է, պղտոր, կաթնագույն, Բյուրեղավանում աղեստամոքսային խանգարման մեծ ալիքը կանխել դեռ չի հաջողվում։ Ով չկարողացավ առաջին անգամ, էլի շանսեր ունի, փորձ երկրորդ, սկսվել է բուհերի թափուր մնացած տեղերի լրացման փուլը։ Եվ 19-ամյա Չարենցավանցի Նարեկը տան միակ տղան էր։ Զինծառայողի մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն։ Սա ժամի հիմնական թողարկումն է, ես Տիգրան Գուրգենյանն եմ, բարև ձեզ, բարի գալուստ։ Բաքվում պահվող հայերին Ալիևի կաբինետից մեղադրում են մինչև անգամ 44-օրյա պատերազմը նախաձեռնելու մեջ։ Այս աբսուրդի պայմաններում խաղաղության մասին խոսակցությունները, որքան էլ դրանք բարձր մակարդակով լինեն, չեն կարող երկար կյանք ունենալ, իրավապաշտպանների պնդումն է։ Մյուս կողմից ստացվում է, Բաքվում շարունակում են խմբագրել պատմությունը, ըստ էության այս կեղծ վճիռներով հայերին որակելով որպես պատերազմական հանցագործ։ Բաքվի վերաքննիչում շարունակում են հայ գերիների բողոքների քննությունը, ադրբեջանական զնդաններում ապօրինաբար կալանված հայերը մեծ ակնկալիքներ չունեն Ալիևյան ենթակայության եւ ոչ մի դատական ատյանից։ Պարզապես սա միջազգային դատարաններ տանող միակ ճանապարհն է։ Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Ընդ որում, թե ինչու են հայերը 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտվել, թե ինչու է Ալիևի դատարանն իրենց մեղավոր ճանաչել, Բաքվի վերաքննիչ հասած գերիները չգիտեն, առաջին ատյանի վճիռները չեն տեսել։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության համար Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը ձեռքում պինդ պահող Բաքուն բարի դրացիության խաղ է խաղում, խոսում Հայաստանի հետ սահմանին արդեն իսկ հաստատված փաստացի խաղաղության մասին, մինչդեռ հայ փորձագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակն աբսուրդային է, 19 հայ-ադրբեջանական բանտում է, ուրեմն ճաղերի մյուս կողմում կալանված է նաև հենց խաղաղությունը, նշում են մասնագետները։ Դե խաղաղության կոնցեպտի մեջ չի նաև, որ կան երկրներից մեկում պահվում են գերիներ, քաղաքացիականներ, բարձրաստիճան ղեկավարներ, հետևաբար այո, սա խոսում է նրա մասին, որ ինստիտուցիոնալ խաղաղություն չի հաստատել, որքան էլ դրա մասին երկուստեք խոսում են։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերը փորձում են այժմ ճշտել պաշտոնական Երևանի դիրքորոշումը նրանց դեմ դրված Ադրբեջանի քրեական օրենսդրության մի շարք հոդվածների հետ կապված, որոնք փաստավորապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում են 2020 թվականի 44-օրյա պատերազմը պլանավորելու եւ վարելու մեջ։ Սա էլ այն դեպքում, երբ տեղի ունեցածը աշխարհի բաց աչքին էր։ Միջազգային հանրությունը տեսել է, Արցախի հայ ժողովրդի վրա հարձակվել է ադրբեջանական կողմը։ Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները այս մասով մատը մատին չեն տալիս եւ որ իրավական ոչ մի
process որպես այդպեսին չեն գեներացնում, ունենալով լուրջ գործիքակազմ եւ մեխանիզմներ։ Բաքվում էլ ինչպես գերիներն են ընտանիքների հետ զրույցներում ձևակերպում, չեն զգում Հայաստանի շունչը, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից շարունակ պնդում են, թե գերիների ազատ արձակման հարցը հնարավոր ու անհնար բոլոր բանակցություններում առաջ են բերում։ Եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Փորձագիտական համայնքում սակայն կարծում են, որ հայ գերիների ազատության հարցին Փաշինյանի կառավարությունը հրատապություն չի տալիս, որպեսզի չշիկանա Բաքվի հետ երկխոսությունը, որն այնպես չէ, թե արդեն բոլոր հարցերը պարզել է։ Չի կարող դա լինել խաղաղության խանգարող հանգամանք, ընդհակառակը դա խաղաղությանը օժանդակող, խաղաղությանը օգնող շատ կարևոր դրվագ կարող է լինել։ Այն, որ Բաքվում 19 հայերին դատապարտել են բացառապես այն պատճառով, որ հայ են, Հայաստանի կառավարության օգնող ձեռքը լինի, թե ոչ, հայ գերիների պաշտպաններն ապացուցելու են միջազգային դատարաններում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատն արդեն մարդու իրավունքների եվրոպական ատյանում է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության կարեւորությունը։ Հայաստանը Չանդլերի ինստիտուտի լավ կառավարման ինդեքսում զբաղեցրել է 64-րդ տեղը տարածաշրջանային երկրների շարքում զիջելով հարևան Վրաստանին եւ նույնիսկ ժողովրդավարության աչքի չընկնող Ադրբեջանին։ Լավ կառավարում ունեցող երկրների ցանկում Վրաստանը զբաղեցրել է 43-րդ տեղը, Ադրբեջանը 57-րդ հորիզոնականը։ Այսինքն միջազգային ինդեքսում մեր երկիրը հարևան Վրաստանից հետո 21-րդն է, իսկ Ադրբեջանից 7 հորիզոնականով հետ է։ Վարկանիշային աղյուսակում Հայաստանը առաջ է միայն Թուրքիայից եւ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Ըստ էության պետական կառավարման անարդյունավետության մասին առաջի անգամ չի, որ խոսվում է։ Ըստ էության մենք ունենք կառավարման այնպիսի համակարգ, որ անգամ մեր ոլորտը խիստ բաշխված է եւ առնչություն ենք ունենում, կարելի ասել, եթե ոչ բոլոր, այլ հիմնական գերատեսչությունների հետ։ Հենց հերթասմանն, որ ասում ես մենք ունենք կառավարման այնպիսի համակարգ, որ 7 լաբորատորիայում ստանում ես 8 տարբեր պատասխաններ, օրինակ արյան հետազոտության պայմաններ։ Նոր հասկանում ենք, որ գործում ենք կառավարման հետ։ Այբ որ դու ասում ես, որ կառավարումն են չի, որ դու հիվանդապետությամբ զբաղվես, կառավարումն են, որ դու առողջապահությամբ զբաղվես, որ չի հիվանդ ունենա։ Սա հասանելի եւ հասկանալի է դառնում մեր մասնագիտական շրջանակների համար։ Ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովը համոզված է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելը։ Նա անդրադարձել է վերջերս Եկատերինբուրգում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Միխայել Միշուստինի հանդիպմանը, այն որակել սկզբունքային զրույց։ Ситуация в Армении сложная. Հայաստանում իրավիճակը բարդ է։ Գիտեք, որ վերջերս Եկատերինբուրգում վարչապետների հանդիպում է տեղի ունեցել։ Սկզբունքային խոսակցություն է եղել եւ հստակ ասվել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Մենք կհետևենք կոնկրետ քայլերի։ Գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, արդեն դժգոհություններ են արտահայտում։ Մենք մտադիր չենք վրեժ լուծել ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք մեր շահերն ունենք։ Իսկ հայկական պտուղ բանջարեղենը իրացման նոր շուկաների, արտահանման նոր ուղիների փնտրտուքի մեջ է։ Հայկական բնամթերքով սկսել է ակտիվորեն հետաքրքրվել օմանյան ընկերություններից մեկը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում Օմանի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել են հայկական սեզոնային պտուղ բանջարեղենի, դեղցից, Իրանի եւ Լոլիկից համակային ճանապարհով արտահանման հնարավորությունները։ Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման շուրջ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Տնտեսագետների գնահատմամբ սակայն շոշափելի արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է։ Օմանի դեպքում կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել շոշափելի օգուտների մասին, որտեղ պետք է լինեն կառուցվածքներ, հաղորդակցությունների լոգիստիկայի հարցերի կարգավորում, որից հետո մենք կարող ենք առաջին խմբականակը ուղարկել, տեսնել որքանով դա ընդունելի կլինի տեղի սպառողի կողմից, որտեղ մի բան է պայմանավորվածություն ձեռք բերել, մի ուրիշ բան եւ սպառողը հավանում է տվյալ ապրանքը կամ ծանոթ է։ Հիմա փոքրիկ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում։ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է դատախազության միջնորդությունը։
Զվարթնոցի կլոր շենքի 5 ճարտարապետությունն ու նոր նորմերը չեն համապատասխանում, մասնագետները հորդորում են չկպնել մոդեռնիստական ոճի բացառիկ նմուշին։ Հանցագործությունը գրպանում, օրենքը սահմանափակում է սառը զենքի կրման տարիքը, կոնկրետացնում, թե որն է համարվում սառը զենք։ Ապահովագրված անձը ստիպված է բուժհաստատությունում հավելյալ վճարում անել։ Ձեռնարկի ներդրումից կես տարի անց բազմաթիվ հարցեր կան։ Դուք դիտում եք ժամի հիմնական թողարկումը, բարի վերադարձ։ Այս գիշեր դարձյալ շտապօգնության բրիգադները հերթապահել են Բյուրեղավանի ճանապարհին, այստեղ աղեստամոքսային խանգարումների ալիքը շարունակվում է։ Գիշերային 9 կանչերից 6-ը 3 կրկին աղիքային խնդիրների հետ է կապված եղել։ Հայտնի է դարձել, որ լաբորատոր ուսումնասիրության ուղարկված նմուշարված ջրի 14 սրվակներից 3-ում շեղումներ են հայտնաբերվել, ու մինչև բնակիչները ահազանգում են ծորակներից եկող մուգ ու կաթնագույն ջրի մասին, բուժառուներից 15-ը շարունակում է օգնություն ստանալ Աբովյանի բժշկական կենտրոնում։ Համայնքապետարանից վստահեցնում են իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ ջրի նմուշների ուսումնասիրության վերջնարդյունքը կներկայացվի առաջիկայում։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 9 կանչ, որոնցից 6-ը ստամոքսաղիքային տրակտի խնդիրներով, նոր հոսպիտալացումներ չեն եղել։ Բուժհաստատությունում Աբովյանի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ նախկինում հոսպիտալացված 15 պացիենտները, ծանր դեպքեր չունենք։ Հոսպիտալացվածները միջին ծանրության վիճակում են, մնացած քաղաքացիները բուժօգնություն ստանում են տեղում։ Շտապօգնության ծառայությունն ու բժիշկները բնականոն ռեժիմով աշխատում են եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց պարտականությունները։ Այս տարեսկզբից մինչև այժմ պաշտոնապես 8 զինծառայողի մահվան մասին է հաղորդվել։ Նրանցից մեկը Նարեկ Թորոսյանն է, որի մահվան լուրը իմացանք նախօրեին։ Մինչև այժմ սակայն գիտենք միայն, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, ուրիշ ոչինչ դեպքի մասին։ Այս եւ այլ թեմաների մասին տեսաշարով։ 19-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Զորամասերից մեկում նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայողը Չարենցավանից էր։ Նա ընտանիքի ավագ զավակներ եւ ապրում էր ծնողների ու իրենից փոքր 2 քույրերի հետ։ Շուրջ 6 ամիս Արմավիրի ուսումնական զորամասում ծառայելուց հետո Նարեկը տեղափոխվել էր Ճամբարակի զորամաս։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ շրջանառվում են տարբեր վարկածներ, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել։ Քննչական կոմիտեն հայտնել են զինծառայողի մահվան փաստի եւ քրեական վարույթի նախաձեռնման մասին, մինչդեռ Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ դեռևս հայտարարություն չի տարածել։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Որոշումը կայացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Հիշեցնենք, Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով։ Թևանյանը հերքել էր իրեն ներկայացված մեղադրանքը, ասելով, որ 2024 թվականին արդեն падգամավոր չի եղել, քանի որ 2023 թվականին վայր էր դրել մանդատը։ Երկրորդ հնարավորություն բուհ ընդունվելու համար այսօրվանից մեկնարկել է բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ Դիմոտեմ հատակի միջոցով դիմում կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած, այնպես էլ հիմնական փուլին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ստացած դիմոտները։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել մինչև 6 մասնակիտություն տարբեր բուհերից, եթե տվյալ ծրագրերում առկա են թափուր տեղեր եւ համապատասխանում են քննությունների պահանջներին։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 26-ը ժամը 18:00-ին։ Մրցույթի արդյունքները հրապարակվել են հուլիսի 30-ին։ Պաշտպանության նախարարության պաշտոնյան մեղադրյալի կարգավիճակում հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ զորամասերից մեկի վառելիքաքսուկային նյութերի պահեստապետը օգտագործելով ծառայողական դիրքը կազմակերպել է դիզ վառելիքի դուրսբերում եւ հափշտակություն։ Դիզելային վառելիքը հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իժևանի բաժնի աշխատակիցների կողմից։ Պաշտոնատար անձին եւ նրա օժանդակողին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ։ Գործն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատախազին դատարան փոխանցելու համար։ Հայաստանի ջրամբարները պռնկեպռունկ լցված են։ Դրան նպաստել են անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մայիս ժամանակահատվածի տեղումների աննախադեպ քանակը։ Շնորհիվ առատ տեղումների ամբողջությամբ լցվել են Հայաստանի խոշորագույն ապարանի, Ազատի, Ախուրյանի, Արփի լճի եւ Մարմարիկի ջրամբարները, ինչը թույլ է տալիս կազմակերպել լրացուցիչ ջրթողումներ, միաժամանակ հետաձգել Սևանա լճի ջրառը։ Լեցուն ջրամբարները հնարավորություն են տալիս խնայել Սևանի պաշարները եւ ավելի արդյունավետ ապահովել Արարատյան դաշտի, Կոտայքի ու Արագածոտնի գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը։
Կադրեր, որոնք հույս են ներշնչում։ Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է Հայաստանում։ Խոսրովի անտառ պետական արգելոցի ֆոտոթակադները ֆիքսել են Հայաստանի վայրի բնության ամենահազվագյուտ ու խորհրդանշական բնակիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին։ Այս բացառիկ տեսագրությունը ապացույցն է նրա, որ մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը շարունակում է պահպանվել բնապահպանական հետևողական աշխատանքի շնորհիվ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Հիմա եղանակային կանխատեսումների ժամն է, լսենք Լիլի Հովերին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առավելապես կայուն պայմաններում։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 26-ից 29 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 30-ից 36, Լոռիում 26-ից 29, Տավուշում 30-ից 34 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 33-ից 37, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 33-ից 36, Սյունիքի նախալեռներում 26-ից 30 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 20-ից 23, ցերեկը 34-ից 36, երեկոյան 28-ից 30 աստիճան։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։